Մեր ակումբում, Եվրասիական ակումբում, եթե դուք ուշադիր հետևում եք, մանավանդ բոլորովին վերջերս նախագահ Պուտինը հայտարարեց, որ որևէ տեսակի իշխանափոխություն Եվրազիական միությունում հապկի, նույնիսկ ոչ թե եվրազիական, այլ հապկի տարածքում անթույլատրելի է եւ մենք դրան չենք հանդուրժել։ Ու գունավոր հեղափոխություններ եւ այլն։ Այդ ակումբում օրինակ ես չեմ պատկերացնում Մինսկում Մինսկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ լինի Նիկոլ Փաշինյան։ Ես չեմ պատկերացնում Բիշկեկում, Մոսկվայում քաղաքապետի ընտրություններ լինեն եւ ընտրությունների ժամանակ լինի այսքան ազատություն, այսքան ընդդիմություն, այսքան մեծ բազմակարծություն։ Դա համար, եթե մենք համեմատության մեջ մենք վերցնում ենք այն միջավայրը, որտեղ որ մենք գործում ենք, ուրեմն պետք է ասել, որ հայ ժողովուրդը հաղթեց, հաղթանակ տարավ, որտեղ քանի տոկոս է, 30% չէ, 30%-ը փաստորեն մենակ ձերը չէ։ Մոտ 30%, մոտավորապես 30% ընդդիմություն կա քաղաքապետարանում, դա հրաշալի ցուցանիշ է Եվրազիական միությունում։ Մենք մեզ կարող ենք շնորհավորել, ուրախանալ, որ մենք այս անազատությունների ակումբում բավական լուրջ հաջողություն ունենք, ու այդ իմաստով ես շնորհավորում եմ Երբ-Հանրապետական կուսակցությանը, որ չկրակեցին, չգնդակահարեցին, զնդաններ չտարան, իրենց հակառակորդներին ելքին շնորհավորում եմ, որովհետև վերջին հաշվով դարձավ մուտք, չէ, իշխանություն։ Ելք կա, բայց նաև մուտք է դա դեպի իշխանություն։ Լավ, որ կան, ինձ թվում է շատ հետաքրքիր բանավեճեր քննարկումներ կլինեն եւ ազգային ժողովում։ Վստահ եք, որ Պուտինյանի կվերցնի մանդատները հավաքական։ Ես խոսեցի միայն Եվրասիական միության տարածքում ընտրությունների մասին, իսկ ընդհանրապես վերջացնեմ, կարծում եմ, որ լավ է լինելու եւ եթե վերցնի Բոստանջյանը, Տիգին Բոստանջյանը եթե վերցնի այդ 5 մանդատը, շատ հետաքրքիր կլինի, ուղղակի դիտարժան նույնիսկ կարելի ասել այդ նիստերը քաղաքապետարանի, այո, հետաքրքիր կլինի։ Եվ միջադեպի մասին ես կարծում եմ, որ Զավոհի Բոստանջյանը այս մեր տխուր ձանձրալի արդեն անցնենք քաղաքակիրթ աշխարհին, քաղաքակիրթ աշխարհի համար քաղաքապետ չէ, հավաքանու ընտրությունները տխուր էին, ձանձրալի եւ գավառական։ Իսկ դա մայրաքաղաքին կառավարող հավաքանու ընտրություններ չէին, չկար մայրաքաղաքը։ Ինձ օրինակ իմ ընկերները մեկ-մեկ ասում են, որ սովետի ժամանակ էլ Երևան քաղաքի գյուղացի ծագումով չէ, գավառացի քաղաքապետները լավ են կառուցել եւ այլ։ Ես ասում եմ, հենց սովետը դրա համար էր Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում գավառամիտների էր դարձնում մայրաքաղաքի ղեկավարներ, որպեսզի դա լինի գավառական քաղաք։ Կա սովետական միությունում մի մայրաքաղաք, ցարական Ռուսաստանում երկուսն է, սովետականությունում մի մայրաքաղաք է, մնացած բոլորները քաղաքատիպ ավաններ են։ Ուրեմն ես կարծում եմ, որ մենք այդ շրջանակում անցկացվեց քարոզարշավը բնակավայրի, ոչ թե մայրաքաղաքի, բնակավայրի կյանքը կառավարելու եւ ֆոնդերը տնօրինելու մոլուցք կար, այսքան փող է շրջանառության մեջ, այսքան ռեսուրս կա։ Դա համարում եմ, որ գավառականություն էր, չէր սազում մեզ։ Հիմա միջադեպի մասին։ Միջադեպով ես ուղղակի հիացած եմ Զավոհի Բոստանջյանով, որովհետև ապացուցեց, որ Հայաստանում կա չափազանց ծանր առօրական շովինիզմ, գենդերային շովինիզմ կա տղամարդկանց։ Դա ապացուցեց եւ երկրորդը իր գործընկերներին մրցակիցին ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում մանավանդ մայրաքաղաքում, որի քաղաքապետը ապագա փոխնախագահի կարգավիճակ ունի գրեթե կամ փոխվարչապետի կարգավիճակ կունենա, այդտեղ կա քաղաքական օրակարգ, քաղաքական օրակարգը
ռուս-թուրքական հարաբերություններն են եւ հայ-ռուսական, հայ-թուրքական հարաբերությունները։ Մյուս տեխնացներին կբերեց։ Այո, քաղաքականացրեց, հրաշալի բան է։ Ես շատ ուրախ եմ, որ հայ կինը կարողացավ քաղաքականացնել քաղաքական պայքարը եւ ինչու՞ չէ օրակարգ բերեց կարևորագույն հարցեր, իսկ իր նկատմամբ կատարվածը խայտարակություն է, նույնիսկ եթե ապօրինի էր, սխալ էր իր արարքը, ես չգիտեմ օրենքը ինչ է ասում, այդ դեպքում նրա նկատմամբ չէր կարելի բռնություն կիրառել։ Ընդհանրապես պետք է թույլ տային, որ նա իրենց մարմնով պետք է փակեին այդ գզրոցը։ Այդ դարակը պետք է իրենց մարմնով ոստիկանները փակեին։ Կարգը այդպիսին է, նա պատգամավոր է եւ պատգամավորի թեկնածու եւ կին է։ Մանավանդ են անչափահաս աղջկան, կարծում եմ խայտարակություն է։ Շատ վատ բան է, ես վերջերս կարծացի, ասացին, որ դա ոչ թե Զարուհի Պոստանջյանի դեմ էր, այլ հանրապետական կուսակցության դեմ։ Ես չգիտեմ ում համար էին նրանք աշխատում, կարծում եմ, որ եթե մենք ընդունենք մեր իրական գոյությունը Եվրազիական տարածքում հրաշալի ընտրություններ են անցկացել, իսկ որպես քաղաքակիրթ ժողովուրդ եւ աշխարհին ներկայացող ժողովուրդ գավառական ընտրություններ էին եւ շատ տխուր է։ Դե մի բան էլ ավելացնեմ։ Մի դեպքում շատ հետաքրքիր է, որ 200-300 մարդ մասնակցեց այս ներկայացմանը, գավառական ներկայացմանը, ինքնագործ խումբ կամ սպորտի հետ համեմատեք, սպորտային, պատկերացնում եք գնում եք մի խաղ դիտելու, որտեղ գիտեք, որ վատ խաղացողներն են, եւ խաղի արդյունքը ձեզ արդեն